Երբ մենք դիտարկում ենք Տիգրանյան տերության հետագա ձևավորումը, մենք չենք կարող չնկատել մի շատ կարևոր փաստ, որ Տիգրանի ազդեցության տակ գտնվող տարածքները հեռավոր արևելյան նրա ամենածայրամասային հենց կետը ամենաարևելյան Ալեքսանդրիա քաղաքն է, որը հենց այդ սահմանային անցակետն էր Han կայսրության, Չինաստանի այդ ժամանակաշրջանի եւ մեր փաստորեն այդ շրջանում արդեն մեզ ենթակա պարթևական թագավորության ստորակա թագավորությունների միջև, այսինքն մեր ազդեցության գոտիները եւ Չինաստանը այդ շրջանում սահմանակից էին եւ այդ աշխարհակալության ձևավորման գործում իհարկե չափազանց մեծ դերակատարություն են ունեցել նաեւ տնտեսական մեխանիզմները։ Հայոց թագավորի պարագայում մի կողմից մենք տեսնելու ենք, որ Տիգրանի գործելավոճում իսկապես կա հունարենի մեխանիզմը եւ հելենիզմի մեխանիզմը, բայց դրա կողքին բավական հստակ երևում է ցամաքային առևտրի գործիքակազմը, որ օգտագործում է հայոց թագավորը։ Եվ այս երկուսի կողքին մենք հետո տեսնելու ենք, որ Տիգրան Մեծի համար այնուամենայնիվ իբրև թագավորության միջուկ դիտարկվում է այն հատվածը, որտեղ բնակչության մեծամասնությունը հայախոս է։ Այսինքն նա լիարժեք գիտակցում ունի մի կողմից, որ մեծ հայքի թագավորն է եւ դա երևում է նրա ստրատեգիական որոշումներում, հատկապես վերջում, երբ որ խնդիր էր դրված աշխարհակալությունը պահպանել թե մեծ հայքի թագավորության ինքնիշխանությունը եւ թե առհասարակ վերանալ, նա անգամ իր պատվի հանգամանքում պատրաստ էր դա մի կողմ դնելու եւ պահպանելու բուն այն տարածքը, որը հայաբնակ էր եւ չսակարկելու հայկական բնակչության որևէ տարածքի պատկանելություն եւ դրա փոխարեն նա պատրաստ էր զիջելու աշխարհակալության օրինակ Միջերկրածովյան ավազանի տարածքներ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։